Ես իսկապես ուզում եմ մեկ-մեկ դուք ձեզ կողքից նայեք ու պատկերացնեք ուր եք հասել, պատկերացնեք ինչքան եք նմանվել բոլոր այն իրականությունից կտրված իշխանություններին, ում թվում էր, որ իրենք հավերժ իշխանության են, երբեք իշխանությունը չեն կորցնելու, միշտ իրանց տերապետության տակ ունենալու են ուժայիններին ու իրենց թույլ էին տալիս շատ ավելի պակաս, քան դուք, բայց արժանացան այն բախտին, որին արժանացան։ Ես չգիտեմ դուք երբ կհասկանաք, որ այստեղ եք հասել ուղղակի, բայց երևի իշխանությունը կտրում է գետնից իսկապես, ամբողջական իշխանությունն էլ երևի ամբողջապես է կտրում։ Քաղաքացիական պայմանագիրը, սիրելի հայրենակիցներ, այստեղից ուզում եմ վարի հնազանդեցման քաղաքականություն։ Այսինքն իրենց համար խնդիր չի, որ Իլհամ Ալիևը պահանջում է սահմանադրություն ու իրենք գնում են այդ սահմանադրությունը իրագործելու ճանապարհով։ Իրենց համար խնդիր է, որ ընդդիմությունը խոսում է դրա մասին։ Անելու մեջ խնդիր չեն տեսնում։ Իրենք տեսնում են խնդիր դա բարձրաձայնելու մեջ։ Ես վատ նորություններ ունեմ քաղաքացիական պայմանագրի համար, մենք Իլհամ Ալիևի PR ընկերությունը չենք։ Դուք կարող եք, մենք չենք, մենք նրա համար չենք ձայն ստացել, որ լսենք իր հայտարարությունները, սպառնալիքները, մանավանդ այն պարագայում, երբ 8 տարի ինչ ասել է իրականացրել է, ու գանք այստեղից մտածենք դա ոնց փաթեթավորենք, որ նոր ժողովուրդը չհասկանա ինչի մասին է խոսքը։ Ավելին սիրելի քաղաքացիներ, այս դահլիճում մեզ ինչ ասես կարող են անվանել ճշմարտությունը ասելու համար, բայց ճշմարտությունը ասելը ոչ թե ընդդիմության իրավունքն է, այլ պարտականությունն է։ Հիմա նայեք, խնդրում եմ այս նկարը։ Իլհամ Ալիև 2021 թվական Հայաստանը պետք է մշակի եւ ընդունի նոր սահմանադրություն։ Նիկոլ Փաշինյան 2024 թվական Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր սահմանադրության։ Դուք չեք կարող ինձ ցույց տալ օրինակ, երբ քաղաքացիական պայմանագիրը խոսել է ոչ թե սահմանադրության փոփոխությունների, այլ նոր սահմանադրության մասին Իլհամ Ալիևի պահանջից առաջ։ Հիմա ամբողջ հարցը այն է, որ այն հանրաքվեն, որը դուք մեզ համար ուզում եք նախանշել, նախ չեք ստացել դրա համար մանդատ իրագործելու, ինչ էլ անեք, դա ապօրինի լեգիտիմ է լինելու, բայց ես ուզում եմ էլի առանց այդ հնազանդեցման բանին համաձայն լինելու մեր քաղաքացիներին ուղիղ ասել դա ինչ է նշանակում։ Սիրելի քաղաքացիներ, մեր սահմանադրությունը հնարավորություն չի տվել որևէ եղանակով փոխել սահմանադրությունը այնպես, որ այդտեղ նախաբանը չլինի։ Միակ ձևը նոր սահմանադրություն ունենալու, որտեղ անկախության հռչակագրին, այսինքն մեր պետության ծննդյան վկայականին հողում չլինի, դա կազմալուծելն է երրորդ հանրապետությունը, կազմաքանդելը երրորդ հանրապետությունը, որովհետև այլ իրավական տարբերակ դրա չկա, ստեղծել նոր ինչ-որ բան Ալիևի սահմանադրությունը հիմքում դնելու։ Հիմա ես ուզում եմ, որ դուք պատկերացնեք այս ամեն ինչը, սիրելի քաղաքացիներ, ձեզ ուղղակի հանրաքվե չեն առաջարկում, ձեզ ինչ-որ փոփոխություն կամ չեն, ձեզ առաջարկում են ձեր ձեռքով կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, որի համար երևի Հայաստանում ամեն ընտանիք արյուն է թափել, ու այդ ամենը մենակ նրա համար, որ Ալիևի հագով սահմանադրություն կարվի։ Այդ հանրաքվեն լավ ելք ունենալ չի կարող, որևէ լավ ելք, անգամ եթե չընդունվի, դա վատ է մեզ համար։ Այսինքն մեր տարբերակը այդ հանրաքվեին Ալիևյան սահմանադրության չհասնելն է։